Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Շարունակելով ներկայացնել Սոլգար ապրանքանիշի դեղամիջոցները, այսօր անդրադառնալու եմ ցինկ պիկոլինատ դեղամիջոցին։ Նույն ինքը ցինկն է, բոլորիդ հայտնի, որը ես համոզված եմ շատերդ եւ լսել եք իր մասին, եւ նույնիսկ անձինք կգտնվեն, որոնք կիրառել են ցինկը իրենց առօրյայում։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ եւ մի մոռացեք նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք բոլոր նոր տեղադրվող տեսանյութերը։ Ցինկը որպես միկրոէլեմենտ, միկրոտար մեր օրգանիզմի համար համարվում է շատ կարևոր նյութ եւ պատասխանատու է կյանքի կենսագործունեության ճիշտ ապահովման համար։ Ցինկը մեր օրգանիզմում իհարկե ինքնուրույն չի սինթեզվում։ Մենք այն պետք է ստանանք դեղորայքի միջոցով։ Տվյալ դեպքում Սոլգար ապրանքանիշի ցինկ պիկոլինատի տարբերակով, որը հրաշալի կերպով անդրադառնում է մարդու օրգանիզմի վրա։ Ցինկը նաև մտնում է սպիտակուցների եւ ածխաջրերի բաղադրության մեջ։ Այն որպես կյանքի համար շատ կարևոր միկրոէլեմենտ, միկրոտար, մասնակցում է մի շարք կարևոր ռեակցիաների, որոնք պատասխանատու են մեր օրգանիզմի համար ճիշտ կենսագործունեության, ինչպես նաև կյանքի որակի բարելավման համար։ Ցինկը համարվում է իմունային, հորմոնալ եւ նյարդային համակարգերի կենսագործունեության պատասխանատու։ Հարգելի հետևորդներ, տեսանյութի այս հատվածում ես ձեզ համար անելու եմ շատ կարևոր բացահայտում, որը համոզված եմ կամ երբեք որևիցե միտեղ չեք լսել, կամ պարզապես մարդիկ իմացել են եւ չեն ասել ձեզ այդ մասին։ Շատ դեպքեր են արձանագրվել, թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, ինչ շատերն են գրել նման խնդրով դիմել, ուշադրություն հարգելի հետևորդներ, կանանց եւ տղամարդկանց մոտ, հիմնականում կանանց մոտ, մազաթափություն, որը դարձել է 21-րդ դարի կանանց եւ աղջիկների անբաժանելի ընկերը տարին 12 ամիս, մազաթափությունը, ինչպես նաեւ եղունգի արտաքին տեսքի վրա առաջացած սպիտակ բծերը։ Խոսքը բնական եղունգի մասին է եւ ոչ թե հարդարված, այսինքն մատնահարդարի կողմից գեղեցկացված եւ ավելի սարքված ձևով։ Խոսքը բնական եղունգների մասին է, հարգելի հետևորդներ։ Համոզված եմ, որ շատերը բախվել են այս երկու չափազանց լուրջ խնդիրներին, որից մեկը մազաթափությունն է, հիմնականում կանանց եւ աղջիկների մոտ, իսկ մնացածի մոտ եղունգների վրա առաջացած սպիտակ բծերը։ Բանն այն է, որ ցինկը համարվում է շատ ուժեղ հակաօքսիդանտ, ունի հակաօքսիդանտ ակտիվություն։ Ցինկը, հարգելի հետևորդներ, եթե ընդունում եք ճիշտ ցուցումով մասնագետի կողմից ուղղված, կանխում է մազաթափությունը, բայց ուշադրություն, համալիր կոմպլեքսով։ Այսինքն ոչ միայն ցինկը պետք է վերցնեք եւ շաբաթներով կամ ամիսներով բռերով խմեք, որպեսզի կանխվի մազաթափությունը, այլ պետք է մասնագետի կողմից ձեռնարկվեն հատուկ միջոցներ։ Հատուկ դեղատոմսեր կան, որոնցով ես ինքս էլ զբաղվում եմ կապված մազաթափության հետ։ Բացի այն, որ ցինկը շատ կարևոր նյութ է համարվում մեր օրգանիզմի համար, ցինկի ընդունումից զատ նաև պետք է դուք ընտրեք ճիշտ գլխամաշկի համար նախատեսված շամպուն, որով որ լվանում եք մազերը։ Պետք է կատարեք ճիշտ պրոցեդուրաներ, ճիշտ խնամք, կամ քիչ հարդարեք մազերը, կամ ընդհանրապես չհարդարեք, եթե կարիքը չկա, որպեսզի չբախվեք մազաթափության խնդրին։ Իհարկե, շեշտում եմ, եթե օրգանիզմում մազաթափության պատճառը չի հանդիսանում օրգանների հորմոնալ համակարգի կամ եւ այլն նմանատիպ խնդիրների, այսինքն եթե օրգանիզմում ամեն բան նորմալ է, բայց ունեք մազաթափություն, նկատի ունեմ չկա որևիցե լուրջ հիվանդություն, բայց կա մազաթափություն, սա արդեն խոսում է պաթոլոգիկ վիճակի մասին, այսինքն սիմպտոմ է, որը արտաքին միջավայրից փոխանցվող գործոնների ազդեցության արդյունքում առաջացրել է ձեզ մոտ մազաթափություն։ Իսկ ահա եթե կան անձինք, ովքեր քիմիոթերապևտիկ դեղամիջոցներ են ընդունում, բոլորիդ հայտնի բառապաշարով ասեմ, քիմիա են ստանում, օնկոլոգիական դեղամիջոցներ են ընդունում եւ իրենց մոտ կա մազաթափություն, սա արդեն ավելի լուրջ խնդիր է եւ այս դեպքում միայն ցինկի օգտագործումը ձեզ ոչնչով չի օգնելու, որովհետեւ օնկոլոգիան եւ քիմիոթերապիան բացարձակ այլ ճյուղեր են համարվում բժշկության մեջ եւ այստեղ գործ ունենալ կամ պարզապես վերցնել ու խմել ցինկը պարզապես արգելվում է բացառապես օնկոլոգի ուռուցքաբանի ցուցումով։
Իսկ եթե կան անձինք, ովքեր իդեալական առողջություն ունեն, սակայն իրենց մոտ կա ժամանակ առ ժամանակ սեզոնային մազաթափություն կամ մազաթափություն տարին 12 ամիս, մեկնաբանությունների բաժնում ինձ գրեք, ես ձեր հարցերին անպայման մի քանի օրվա ընթացքում կանրադառնամ, սիրելի հետևորդներ։ Անցնենք առաջ եւ ներկայացնեմ ցինկ պիկոլինատի հաջորդ շարքը, որը նույնպես օգտակար է մեր օրգանիզմի համար։ Սոլգար ապրանքանիշի ցինկ պիկոլինատը իր մեջ պարունակում է 22 միլիգրամ օրգանական ձևով հարստացված ցինկ։ Ի տարբերություն մնացած արտադրողների եւ մնացած ցինկի տեսակների, որոնք շատ կան մեր դեղատներում, սոլգար ապրանքանիշի ցինկ պիկոլինատի ընդունումը երբեք չի կարող ձեզ մոտ առաջացնել ստամոքսի թթվայնության բարձրացում կամ ստամոքսի ցավ։ Այն, ի տարբերություն մնացած ցինկերի, շատ արագ ներծծվում է աղեստամոքսային համակարգով եւ թողնում իր թերապևտիկ ազդեցությունը։ Ցինկ պիկոլինատը ընդունում են 1 հաբից օրական 2 անգամ։ Հարգելի հետևորդներ, կուրսը 3-ից 6 ամիս է մինիմում։ Եթե անհրաժեշտություն կամ կարիքը լինի կուրսը շատացնելու, դրանով զբաղվում է միայն դեղագետը կամ ձեզ բուժող բժիշկը։ Ենթադրենք 6 ամսվա փոխարեն խմելու եք 1 տարի։ Սա արդեն բացառապես ինդիվիդուալ է, անհատական է, որովհետև օրգանիզմները նույնպես անհատական են եւ կախված է միմիայն ձեր օրգանիզմի վիճակից։ Կարծում եմ տեսանյութը ձեզ դուր եկավ, սիրելի հետևորդներ։ Սոլգար ապրանքանիշի ցինկ պիկոլինատի մասին էր մեր այսօրվա տեսանյութը։ Մնացեք խաղաղությամբ եւ ապրեք առողջ, իսկ մենք դեռ էլի կհանդիպենք։